Մինչ հանրապետական նախարարները կհավաքվեին գրասենյակի մոտ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ ներս մտնելու համար ՀՀԿ գրասենյակի մոտ ժամանեցին մի խումբ արմավիրցիներ։ Նրանք մայրաքաղաք էին եկել Սերժ Սարգսյանին անձամբ ներկայացնելու իրենց խնդիրը։ Վերջիններս խոսքերով սեպտեմբերի 27-ին Արմավիր քաղաքում հնչած կրակոցների առնչությամբ անօրինական կերպով ձերբակալվել է Արմավիրի քաղաքապետի նախկին թեկնածու Սևակ Մինասյանը։ Քաղաքապետին ընտրություններում գործող քաղաքապետ հանրապետական Ռուբեն Խլխատյանի դեմ առաջադրված եւ նրա թիմի հետ շարունակաբար տարաձայնությունների մեջ գտնվող անկուսակցական Սևակ Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելն ու ձերբակալելը բողոքի ակցիայի մասնակիցները համարում են անօրինական։ Շինծ ու սարքած մի մեղադրանքներով կալանավորել են արդեն ամիս ու կես ու ոչ մի կերպ վերջը չի երևում։ Ինչ է կատարվում, գոնե մենք մեր գրավոր ինչ որ շարադրած աստեղ ուզում ենք հանձնենք նախագահին, որ անձամբ ինքը մի հատ հետաքրքրվի այդ երիտասարդի վերջը ճակատագրով, որ Կակոյնի բուց երկու հատ փողատեր, որ ջիպ են քշում, այսօր կարում են հաղթեն, ինչի համար։ Եթե այսպես շարունակվի, ամբողջ քաղաքի երիտասարդությունն է հավաքվելու, ինչ ասես անելու է։ Մենք խնդրում ենք մեր նախագահից, որպեսզի նայի այս հարցի շուրջ բոլոր, չգիտեմ, թղթերը ամիս ու կես է այս տղան արդեն նստած է, ոչ մի փոփոխություն չկա։ Արմավիրցիների խոսքերով քաղաքի Կարմիր կամուրջ ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների իրական մեղավորը Սևակ Մինասյանը չէ։ Հավաքվածների պնդմամբ դեպքի վայրում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, որ միջադեպը հրահրել է ռեստորանի սեփականատեր գործող քաղաքապետի մտերիմներից մեկը՝ Միսակ Տեր-Պողոսյանը։ Վիճաբանության ընթացքում Միսակ Տեր-Պողոսյանը առաջինը ինքը հարվածել է Սևակին, Սևակը նրան պատասխանել է։ Ու վերջ։ Ոստիկանությունը եկել է, տարել են, կալանավորել են, փորձաքննություն անցնում, չգիտեմ ինչ անցնում, այդ փորձաքննությունների արդյունքում ոչ զենքի կիրառում, վերջապես ամիս ու կես հետազոտում են։ Այդ կամերաները նկարել են, ոչ մի բան չկա, ոչ մի փաստ չկա, մարդուն կալանավորել են ամիս ու կես ու վերջն էլ չի երևում, թե ինչ կլինի։ Հրահրել են, ջահել է, սիրտը Հա, ով էլ լիներ մի պատասխան կտար, մի խփիր, մի ստացի։ Արմավիր քաղաքում քաղաքը մի քանի հոգու ձեռքն է։ Քաղաքապետի աղբոր տղեն ինձ ուզում էր ծեծեր։ Այս մարդկանց ՀՀԿ գրասենյակին մոտենալ ոստիկանները թույլ չտվեցին։ Սերժ Սարգսյանը զբաղված է, հանրապետականներն այլ հարց են քննարկելու, հորդորելով արմավիրցիներին սպասել մինչև նիստը կավարտվի։ Ճաներով բացոցիկվելով այնտեղ հանգիստ կանգնել։ Ամերիկայում եթե մոտենում ես պրեզիդենտին մի հարցով ինքը չի նայում դու ով ես, ինչ ես։ Իստե բաժանված են մասերի։ Նիստի ավարտից հետո հանրապետականները փորձում էին արագ լքել ՀՀԿ շենքը, սակայն արմավիրցիները վանկարկեցին։ Սերժ Սարգսյան պահանջում են կարգավիճակ, Սևակ Մինասյանին անօրինական են կալանավորել։ ՀՀԿ գործիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մոտեցան բողոքի ակցիայի մասնակիցներին։ Մեր երկրի այնքան փոքր է, որ բոլոր իրադարձություններին տեղի է։ Հասկացա նայելու են։ Իսկ ՀՀԿ նիստի օրակարգում այս անգամ մեկ հարց էր ներառվել։ Հստակեցվել է դեկտեմբերի 15-ի համագումարի կազմակերպչական աշխատանքները։ Հանրապետականներն այդ օրն առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության մամլոխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Այլ թեկնածուի հարց չի քննարկվի։ ՀՀԿ-ում ինչպես կարող է լինել այլ անձի ընտրության հարց, եթե ՀՀԿ-ն ընտրել է իր նախագահին։ Կմիանա արդյոք հանրապետական կուսակցությունը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկներին։ Մեր այս հարցին կուսակցության մամլոխոսնակը պատասխանեց. հանրապետական կուսակցությունը որևէ քաղաքական ուժի կոնսուլտացիաներին ոչ արձագանքել է, ոչ էլ արձագանքելու է։ Շարմազանովի գնահատմամբ հանրապետականն է քաղաքական օրակարգ ձևավորող ուժը։ Փայլակ Վարդյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։